Ինչ վերաբերում է զինվորականներին, այո, մենք տեսել ենք զինվորականների, հիմնականում սպաներ, որոնք մեզ բացատրել են այդ ամենը, ինչ որ մենք տեսել ենք, եւ նաեւ մենք տեսել ենք զինվորների կյանքի պայմանները, ննջարանները, այդ գրադարան կար այնտեղ։ Ինչպիսին էին այդ պայմանները։ Շատ լավ։ Ու ես ինքս այլ երկրներում, օրինակ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որտեղ նույնպես եղավ շատ ուրիշ տիպի իհարկե ռազմական պարտություն, երբ պետական զորքերը չկարողացան դիմադրել խռովարարներին եւ խռովարարները հարևան երկրի վարձկանների հետ միասին եկան ու ամբողջ երկիրը ընդհանուր մայրաքաղաքը գրավեցին ու ռազմական հեղաշրջում արեցին, հետո իհարկե այդ փոխվեց, հետո մենք ՄԱԿ-ի ու Եվրամիության կողմից նախագծեր էինք մշակում, որպեսզի ռազմական բարակները վերանորոգենք, այդ թվում այդ կենցաղային պայմանները, եւ ես ասեմ, որ թեև մենք անում էինք այդ ամենը Եվրամիության ու ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ, այնինչ ես տեսա ոչ միայն համատելի է, այլև ես կասեի ավելի լավն է մեր մոտ, շատ բարձր մակարդակի։